Կա այսպիսի մի տեղեկություն, որ մարդիկ իրար ասում են, որ դուք եղել եք այն վերջին պաշտոնյան, ում ինքը հանդիպել է իր հրաժարականից առաջ։ Եթե դա այդպես է, կասեք, եթե ինչքան հնարավոր է դրա բովանդակությունը ինչի մասին էր այդ հանդիպումը ու եւ արդյոք հենց այդ հանգամանքը, որ դուք եք վերջի մարդը, հանգեցրեց իր հրաժարականին թե ոչ։ Ճիշտ ձևակերպումը հետեւյալն է, որտեղ ես չգիտեմ, ասինքն ինձ հետո այլ պաշտոնյայի կարող է հանդիպած լինել առաջին նախագահը, կարող է մինչև հրաժարականի տեքստ ընթերցելը հանդիպած լինել, ճիշտ ձևակերպումը հետեւյալն է, որ մեր երեքից վերջին օրերին շփվում էր ինձ հետ։ Եվ հրաժարականի նախօրյակին, այո, Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ մեր տուն, ինքը շատ հանգիստ, որևէ լարվածություն իր հրաժարականում չեմ տեսել եւ ինձ համար շատ հիշարժան դրվագ է, երբ որ ասեց, որ վաղը գնալու եմ հրաժարական տամ, ասեց, բայց արի շախմատ խաղանք։ 3 պարճը շախմատ խաղացինք, բաժանվեցինք։ Եկան վերջին։ Էլ մանրամասներ մի բան արի։ Չէ, բայց պարոն Նահանգա, կուզեք մի քիչ մեկնաբանեք էլի, այդ 98 թվականի այդ դրվագը էլի։ Որտեվ շատ են էլի քո ասացի պես շարքում, ասում են, որ այդ կլանը ստիպել է, բայց որ կլան։ Դե դժվար է ասել Ղարաբաղյան կլան։ Խառը կլան է։ Խառն է, հա, դե խառն է, պարոն Նահանգա։ Ну, պարտադրանքի էլեմենտն է շարքում։ Նաև Տեր-Պետրոսյանը իր հրաժարականում այդ հայտնի ուժեր եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ մասը էլի, նո։ Ինչ էր կատարվում էլի առասարակ այդ ժամանակ այդ լեվելում։ Բանակցային գործի ընթացքում եղավ առաջարկություն, որը մեզ համար անընդունելի էր։ Ես նկատի ունեմ Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանի եւ ինձ։ Եվ ես իմ պարագայում 2 անգամ խնդրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին ազատել ինձ աշխատանքից, որովհետեւ ես չեմ կարող այդ ճանապարհով գնալ։ Ես չգիտեմ այնտեղ Ռոբերտի եւ Լևոնի խոսակցությունները ինչպիսին էին, Վազգենի ինչպիսին էին, բայց ամենայն դեպս Դուք առաջարկել եք։ Այո, եւ ես մի անգամ էլ ասել եմ մեզ բոլորիս ազատի։ Այսինքն 3-ին։ Այո։ Ելք շարունակեմ, հա։ Լավ, չէ, շարունակելու բան չկա, բայց ամենայն դեպս այդ հարաբերությունների բանը մնացել է ոչ անտագոնիստական, էլի, անգամ այդ ընթացքում։ Դու բոլոր դեպքերում 2007 թվականներին մի քիչ սրվեց, դե նախընտրական պրոցեսները միշտ դրան են բերում,